Սիրելի ժողովուրդ հայոց, Մեծիդանն Գիլիգյո Գաթողիկոսության Անտիլիասի մայրավանքեն քրիստոնեական չերմ սիրով, ազգային վառ ապրումներով և հայրապետական օրհնությամբ գողջունեմ ձեզ։ Ահա շուտով 2013 տարին կհասնի իր վերջալույսին։ Անցնող դարվան ընթացքին մենք մեր ազգային կյանքը ապրեցանք, մեր հավաքական կյանքի զանազան բնագավառներեն ներս։ Ունեցանք հաջողություններ, նաև թերություններ։ Կատարեցինք իրաքործումներ, սակայն երբեմն թեմ հանդիման գտնվեցանք տագնապներու։ Նոր դարվան այս հանգրվանը, երբ կգտնվենք հին ու նոր դարվան միջև, մենք կոչված ենք մեր ապրած կյանքի ու կատարած աշխատանքի արժևորումը կատարել, որպես անհատ, որպես ընտանիք, որպես կառույց, որպես քաղուտ, որպես հայրենիք ու որպես ազգ։ Ժամանակը ինքն իր մեջ արժեք չունի, երբ մենք ժամանակը արժևորենք մեր կյանքով, մեր գործով ու ծառայությամբ։ Ժամանակը մեր կյանքի մեջ պետք է արժևորենք զայնլեցնելով այնպիսի իրաքործումներով, ծառայություններով, որոնք մեր ազգը կառաջնորդեն թեպի պայծառ ապագա։ Պետք է ելանք իրավաշտ։ Մեր կյանքի ախտաջանաչումը պետք է ճիշտ կերպով կատարենք, տեսնելու համար, թե ուր թերացած ենք և ուր հաջողած։ Հաջողության ճշմարիտ ու ապահով ճամփան թերությունները ճիշտ տեսնել է և ապա սրբակրել։ Ժամանակի այս հանգրվանը մեր կյանքի մեջ ճիշտ է անցյալին նայելու, անցյալը արժևորելու, ինքնակնական ոգիով, իրավաշտ մոտեցումով հանգրվան մնե։ Եվ պետք է այս հանգրվանը մեր կյանքի մեջ դիմակրավենք որպես անհատ թե ազգ, բարձրագույն աստիճանի բծախնդրությամբ, նախանցախնդրությամբ, որպեսզի կարենանք մեր ապագան ճիշտ տեսնել։ Անցյալին նայելով է որ, անցյալի փորձառության լույսին տակն է որ, մենք կրնանք մեր ապագան տեսնել և ապագան ծրագրել։ 2014 տարին շուտով պիտի բացվի մեր կյանքին դիմաց։ Եվ հարց կուտանք, թե որպես ազգ, որպես եկեղեցի, որպես կառույցներ, որպես անհատ հայ, ինչ պետք է կատարենք։ Ուր են մեր կյանքի առաջնահերթությունները։
հայրենիքի հզորացումը մեզի համար միշտ կմնա առաջնահերթություն։ Ղարաբաղի մեր զորակցությունը, Ղարաբաղի անկախության ամրապնդումը մեզի համար հիմնական առաջնահերթություն է։ Սփյուռքի գազագերբումը, յուրաքանչյուր քաղաքի ներքին կառույցներու հզորացումը դարձյալ մեր ժողովրդին համար առաջնահերթություն է։ Սակայն չմոռնանք, որ մենք կգտնվենք հայոց ցեղասպանության 100-ամյակի սեմին։ Սովորական ամյակ չէ, որ պիտի նշենք։ 1.5 միլիոն զոհ տված ենք։ Հող, ինչ, մշակութային, հոգևոր արժեքներ ու հսկա հարստություն գործընծուցած ենք։ Այս բոլորին դիմաց մենք չենք կրնար անդարբեր մնալ։ Այո, սովորական ամյակ չէ, որ պիտի նշենք։ Մենք պահանջադեր ենք ու միշտ պիտի մնանք պահանջադեր ցեղասպան Թուրքին դիմաց, միջազգային համայնքին դիմաց։ Մենք պետք է մնանք հավատարիմ մեր 1.5 միլիոն նահատակներու նվիրական գտակին։ Ահա թե ինչու 2014 տարին մեր ժողովրդին համար պատրաստության երուն շրջանը պետք է լա։ Համազգային մագարտակի վրա, քաղաքային մագարտակի վրա, գազագերբություններու մագարտակի վրա եւ ամեն տեղ մեր կյանքի բոլոր բնակավարները ներս մենք պետք է պատրաստվենք միասնապար, հավաքապար աշխարհին դիմաց որպես ասկ ու հայրենիք կանգնելու եւ սելու թե մեր ազգը գմնա պահանջադեր որքանալ դժվար լան մեր կյանքի պայմանները։ Ահա վասիկ սիրելի ժողովուրդ հայոց, այս մտածումներով եւ այս սպասումով ես կողջունեմ մեր բոլորին նոր տարին, ասելով մեր ժողովրդի բոլոր զավակներուն, թող շնորհավոր լա մեր նոր տարին։ Գաղութեմ արփարսյան Աստված, որ իր երկնային բարիքներով ու շնորհներով լեցնե, ծաղկեցնե մեր ժողովրդի բոլոր զավակներուն, մեր բոլոր ընտանիքներուն, մեր հայրենիքին, մեր ազգին կյանքը։